Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպը։ Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափտվել ու գոռգոռացել 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսյանի դստեր Արմինե Մոսյանի վրա։ Դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում գրում է. «Ցավը այդպիսի բան է, անապ ու անեզր, մի օր դուրս է հորդում, որ մաքրի, որ արթնացնի, միավորի, այս լույս երեխեքին ինչ ապագա թողեց գերագույն կործանիչը, խլեց անցյալի հաղթանակն ու արժանապատվությունը, կործանեց մի ամբողջ ոսկի սերունդ, օտարեց մի դրախտ հայրենիք, ներկայում ամենօրյա թունավորումով սպանում է յուրաքանչյուրիս իր կազմաքանդող գոյությամբ, հակահայությամբ ու խտացված ատելությամբ, մահ, ինչ եկել է պատերազմ է ու մահ, ամենօրյա ռեժիմով պետական բռնություն մտածողի հայրենիք ունեցողի, իր սեփական երկրում ապրող հայի, Սփյուռքի դրսի թե ներսի հայի, մինչև վերջ կռած ու վերջում հատուկ իր իսկ ձեռքով անտուն թողած Արցախցուն բոլորիս մեր սրտերը քրքրող ու մեր այրունը խմող հրեշի իրական պատկերը պարզ է ու շատ վաղուց անհերքելի հակահայ, մեզատող ու ինքնակործան, Գալստյան կիրակիներ երեք, տիրոջ գալուստով ստվերում չի մնալու եւ ոչինչ, աներեք մարդը այսօր չի ստեղծվի, էլուր մնաց հասնի վաղվան, ոչ էլ ակնկալեք միջազգային կամ մարդու իրավունքների պաշտպանիչ ինչ-որ բան, ամենից շատ սրանց բարկացնում է հիշողությունը, հիշենք Արցախ, հերոսի դուստր Արմինե Մոսյանին իմ զորակցությունն ու սերը, իր որդին ազնիվ ու հերոսական հայի ամուր ոգին է ունենալու, պապու եւ մայրիկի պես անկոտրում, ազատություն բոլոր գերիներին, քաղբանտարկյալներին, հոգեվորականներին ու արցնացում բոլոր քնածներին, պահքի ավարտին մեզ բոլորիս խելք, սթափություն ու Աստծո օրհնությունը, որ դիմանանք։ Հաղորդավարուհի Ամալիա Հովհաննիսյանը հետևյալն է գրել. Արցախի մեր հայրենակիցներն 9 ամիս շրջափակման եւ զրկանքների մեջ մնալուց հետո ստիպված էին կամ գաղթել կամ մնալ գերության մեջ, չեն փախել, գաղթել են էթնիկ զտման արդյունքում, կորցնելով հայրենիք, տուն, հիշողություն, հարազատների գերեզմաններ, շատերը քրտնաջան աշխատանքով ձեռք բերած տները կորցրին, ինչպես մեզնից յուրաքանչյուրը Հայաստանում կարող է կորցնել, եթե Ադրբեջանի ներկայիս ռետորաբանությունը, թե Հայաստանն արևմտյան Ադրբեջան է, իրականություն դառնա։ Չեմ վախեցնում, հիշեցնում եմ, որ մենք թշնամի ունենք, որի երազանքները Հայաստանն Արցախի պես բնաջնջելն է։ Երգչուհի Գայա Արզումանյանն, ով Արցախից է, տարածել է իրենց Արցախի տան լուսանկարն ու գրել. «Թաղեմ նրան, ով տունս ու տեղս տվել է թշնամուն»։ Նա մեկ այլ հրապարակման մեջ գրել է. «Թաղեմ քեզ, մեռնես դու շուտով»։ Սաղը կյանքն է հարամ է, բոլորս կիրակին է հարամում, որովհետև դե ինքն է մեր ղեկավարը, բա ուրիշ ոնց կլինի։ Ուրեմն տարածում է վիդեո համացանցում, որտեղ որ այս ցիլով մարդը մետրոյում արցախցի կնոջ ասում է, բա դու փախածներդ, չգիտեմ ինչներդ։ Ուրեմն Արցախը հանձնողը 5000 երեխու մավան պատճառ դարձածը արցախցի կնոջը, այն որ ասում է տղամարդ եք ու ռեալ տղամարդ նստել է ու մատը թափ տալով այսենց հետը խոսում է ու ես այլ այն որ բառ չեմ գտնում ասելու։ Միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ հայրենիքը շատ սիրող մարդ, խնդրում եմ օրինական մարմիններից, պատկան մարմիններից նրան ենթարկել ուրեմն պատասխանատվության ազգամիջյան ատելություն ձևավորելու համար, որովհետև նստել ասել դուք փախակ, դուք սենց արիք, դուք նենց արիք, այդ միայն ու միայն ատելությունն է, միայն ու միայն ատելությունն է մցնելու մեր բոլորի։ Հայր ջան, չտրվեք սադրանքների, թույլ մի տվեք, որ մեզ կիսեն ու բաժանեն ու այդ մարդիկ, ովքեր որ ով ուզում է լինի, ինքը լինի, մյուսը լինի, դրանից առաջները լինեն, նախկիններ, ով ուզում է լինի, այն մարդիկ, ովքեր մեզ կիսում են, բաժանում են ինչ-որ ականների, Ղարաբաղցի, չգիտեմ, գյումրեցի, չգիտեմ, էցիների, իրանք չեն կարա լավ մարդիկ լինեն։ Երբեք չեն կարա մեր լավը ցանկանան։ Ես որպես ճգնաժամային օրերին ամենամեծ շտաբ ունեցող մարդ, ամենամեծ օգնություն հավաքած մարդ առանց մի լումա հավաքելու, ես ես պաշտոնապես հայտարարում եմ, մարդիկ բոլորը իրար սիրում են։ Մեր ազգը այսպես միասնական է, երբ որ պետք է լինում, բայց սրա նմանները գալիս են եւ փորձում են մեզ բաժանել եւ ես խնդրում եմ, նորից եմ կրկնում, եթե այս երկրում կան իրավապահներ, ովքեր որ ազգամիջյան ատելության դեմ ուզում են պայքարեն, ուրեմն առաջին հերթին պիտի պայքարեն սրա դեմ։ Առաջին հերթին, որովհետև ինքը սրա հրահրողն է, սադրիչն է եւ եթե ինքը անում է, նշանակում է ինքը ասում է, որ կարելի է ասենց անել։ Ու սա միայն ու միայն կբերի, ինքը արտաքին պատերազմներից է խոսում, ինքը ներքին պատերազմ հրահրող է։
Չէ, դուք հասկանում եք, եթե այդ մարդը տենց բաներ է խոսում կամերայի առաջ, ուրեմն կամերայի հետևում ինքը ոնց է վերաբերվում ընդհանրապես արցախցիներին։ Իսկ դուք լավ հիշեք, այսօր Արցախցին է անտուն մնացել, վաղը շատ հանգիստ մենք կարանք մնանք անտուն։ Ու ես ճանաչում եմ մի երկրի ղեկավար, այս աշխարհի երեսին, ով որ ամեն Աստծո օր շանտաժ է անում իր երկրի ժողովրդին, իր ազգակիցներին պատերազմով։ Այդ երկրի ղեկավարը ցավոք սրտի մերն է։ Ինքը ամեն Աստծո օր մեզ շանտաժ է անում պատերազմով։ Ու ես հիմա հասկանում եմ ինչ են իրանք միշտ շնորհակալություն հայտնում Ալիևին, որտեղ Ալիևը վաղուց էլ պատերազմով մեզ շանտաժ չի անում։ Ալիևը ասում է, վсё, ես ինչ պետք էր ստացել եմ։ Չնայած ինչ էլ պետք լինի էլի կարա ստանա, բայց մեզ ամեն օր շանտաժանողը մեր իսկ երկրի, մեր իսկ կողմից փաստորեն ընտրված վարչապետն է։ Հունիսի 7-ը մեր համար հնարավորություն է, որպեսզի ես ամոթից, այս ամեն ինչից ազատվենք։ Խնդրում եմ, մտքով գնացեք ընտրության։ Ոչ թե գնացեք ընտրության մենակ մի փոր հացի համար, այլ գնացեք ընտրության մտածելով ձեր ապագայի ու ձեր սերունդների մասին։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Իմ հայաց, ուզում եմ ասել, որ դուք լավագույնն եք ու այն ամենը ինչ որ հանկարծ օրերից մի օր մի հիմար նստում խոսում ա, որ հայերը սենց հայերն ենց, այդ հատուկ արվում, որ մենք իրարից զզվենք, որ մենք իրարից բաժանվենք, սև ու սպիտակի մեզ բաժանեն։ Իրականում այս ազգը սիրող մարդը երբեք տենց չի անի։ Ես ձեզ սիրում եմ։ Բոլորիդ, անկախ ձեր քաղաքական նկրտումներից, անկախ ձեր ցանկություններից, եթե դուք հայ եք ու հայի համար լավագույնն եք ցանկանում, ես ձեզ սիրում եմ։ Բայց խնդրում եմ, միշտ ու հավերժ հիշեք, եկեղեցին մեր հիմնասյունն է։ Եկեղեցին քանդել չի կարելի։ Ինչ քաղաքական հայացքներ դու ուզում ես ունեցի։ Հերոսը մեր բոլորի հերոսն է։ Հերոսի բալիկի համար նվեր անում ենք բոլորով միասին ու այս ապացույցներ, որ բոլորով ենք անում։ Արժեքներ կա, որոնք չպիտի փոխարինվեն, չպիտի զեղչվեն եւ զիջվեն, որովհետեւ դրանք մեր արժեքներն են եւ մեր ինքնության հիմքն են։ Ես ձեզ սիրում եմ հայր ջան, բոլորիդ լավ օր եմ մաղթում ու իջնում եմ Արշակունյաց։ Այն օրը, որ եկեղեցու բակում էինք, դե գիտեք, ես էլ էի այնտեղ, որտեղ ես չեմ կարող այնտեղ չլինել, ես չեմ կարող իմ եկեղեցու դուռը թողել, որ ստահակներ ու անօրենները ջարդեն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ եկեղեցու բակում հայհոյեն արժեք պաշտպանելով, լուրջ այդպես եք արժեքները պաշտպանում, հա, այ քաղաքապետ տգետներ, չգիտեմ, թաղապետ տգետներ, գալիս կանգնում եք եկեղեցու բակում, դուռը ջարդում եք ու հայոյում եք, տենց եք պաշտպանում։ Շնորհակալություն բոլոր են քաղաքական գործիչներին եւ չգործիչներին, ովքեր որ այդ օրը կենթանի պատկազմած պաշտպանում են եկեղեցու դուռը, որ չջարդվի։ Չէին հայհոյում, ուղղակի հուզված, այսպես աշկերին արցունքներ 16 տարեկան երեխեք հետևես կանած աղջիկ լացում էին, որտեղ չէին հավատում, որ էս կատարվում է իրենց երկրի հետ։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր թեկուզ եթե ներկա չեն եղել եկեղեցու բակում, աղոթքով ասել են, որ Տեր ների դրանց, որովհետև դրանք անում են հիմա այն ինչ որ չպիտի անեն։ Իրանցը չեմ մեղադրում, որովհետև իրականում այնտեղ կանգնած մարդկանց աչքից երևում է, որ իրանք կամ ինչ-որ բանի տակ են, կամ չգիտեմ, կամ չեն էլ գիտակցում ինչ են անում, ինչ են ֆեյք էջերով 0 հետևորդ, 0 նկար, 0 պատվիշիկով ֆեյքեր իմ վրա չի ազդում ձեր գրելը։ Իսկականից պոնջում եք լուրջ եմ, ես հասկանում եմ, որ փող եք ստանում, որ պիտի գրեք ինձ, դու ինչ գործունես բանման, գործ ունեմ, սա իմ երկինն է, ձերը չի, որտեղ դուք ֆեյք եք ձեր ապրածով, ձեր չապրածով, ձեր տերերով, ձեր անտերով։ Ես այս երկրում եմ ապրում, ես այս երկրում 2 զավակ եմ ունեցել, իմ երեխեքը այս երկրում են գնալու բանակ, դպրոց, համալսարան, եւ իմ երեխեքը այս երկրում են մնալու ապրեն, ու դուք չեք կարողանալու այս երկիրը հենց քանդեք, որ ես զզված ասեմ, ես գնում եմ այս երկրից, ես մնալու եմ, որ լույս անջատող ու միացնողն եմ լինելու, բայց մնալու եմ այս երկրում։ Ու իսկապես այդ ֆեյքերի բանակի հետ մարդուն ասեք, որ չեք զգացել, որ 20 թվականից ինչ ասես գրեցիք, սրա շուն, սրա լիրբ, սրա չգիտեմ ինչ, իմ վրա դա չի ազդում, որտեղ ես Աստծո առաջ եմ իմ գործը անում։ Այդ դուք եք սատանային ծառայում, ես Աստծո։